Արդեն մի քանի օր է համացանցում ակտիվորեն տարածվում է դերասանուհի Դիանա Տորեսի մասնակցությամբ տեսանյութերը, դրանք մեծ աղմուկ են առաջացրել։ Բանն այն է, որ վերջինս տիկտոկյան հարթակում հանդես է եկել ուղիղ եթերների միջոցով, այդպիսով այդ ուղիղ եթերների ընթացքում հնչեցրել է հայհոյախառն արտահայտություններ, որոնք հարիր չէին իրեն։ Դիանա Տորեսը բավականին շատ քննարկվել է այս օրերին հանրության կողմից, մարդիկ քննադատում են, նշելով, որ ինչ էլ ուզում է լինի, աղջիկը չպետք է նման կերպ իրեն պահեր, դե իսկ դերասանուհին հակադարձել է այս մեկնաբանություններին, նշելով, որ վիրավորել են մարդիկ իր ծնողներին, ովքեր տարիներ առաջ են մահացել։ Դերասանուհին նշում է, որ ով էլ լիներ իր փոխարեն, այդպես կվարվեր։ Մարդիկ մեկնաբանությունների դաշտում գրում էին, թե ինչպես է այդ ամենին վերաբերվում դերասանուհի Ռոզա Դավթյանի ամուսինը Գուրգենը, ում մտերիմ ընկերուհին է Դիանա Տորեսը։ Բանն այն է, որ աղջիկները բավականին մտերիմ ընկերուհիներ են, նրանք մասնակցել են մեկը մյուսի միջոցառումներին, նրանք պարբերաբար շփման մեջ են, եւ հետաքրքրում էր մարդկանց, թե ինչպես է արձագանքել Ռոզայի ամուսինը այս հայհոյախառն արտահայտություններին, որը հնչեցրել է Դիանա Տորեսը իր ուղիղ եթերների ժամանակ։ Մեր աչքից չի վրիպել նաեւ, որ դերասանուհիները շարունակում են հետևել միմյանց ինստագրամյան հարթակում։ Սիրված դերասանուհի Ռոզա Դավթյանն այս օրերին գտնվում է արտերկրում։ Նա մեկնել է Ուֆա, այս օրերն անցկացնելու իր ամուսնու ընտանիքի հետ։ Ռոզա Դավթյանը պարբերաբար հրապարակումների տեսքով ցույց է տալիս, թե ինչպիսի գնումներ է կատարում Ուֆայում։ Դե իսկ երեկ էլ ցույց է տվել, թե ինչպես է փանքեյք պատրաստում իր սկեսուր մայրիկի հետ։ Դերասանուհին ամեն կերպ ցույց է տալիս իրենց ջերմ հարաբերությունները, որոնք ակնհայտ են։ Դե իսկ դերասանուհու սկեսուրն էլ պարբերաբար ինստագրամյան հարթակում կիսվում է Ռոզայի մասնակցությամբ կադրերով։ Դերասանուհի Ռոզա Դավթյանը բավականին սիրված է հանրության կողմից։ Վերջին զանգը հեռուստասերիալում նկարահանվելուց հետո այս դերասանուհու հանդեպ հետաքրքրությունն առավել շատացավ։ Սակայն պետք է նշենք, որ դերասանուհու մասնակցությունը տվյալ հեռուստասերիալին մեծ հնարավորություն տվեց ունենալու հանդիսատես և հեռուստադիտող։ Դերասանուհի Ռոզա Դավթյանի մասնակցությամբ այս հեռուստասերիալը նախորդ ամսին մոտեցավ իր ավարտին, սակայն օրեր անց սցենարի հեղինակ Դիանա Գրիգորյանը հայտարարեց նոր «Գոյամարտ» հեռուստասերիալի մասին։ Շատերը սպասում էին, որ Ռոզա Դավթյանը այս հեռուստասերիալում ևս զետեղված կլինի։ Նա Դիանա Գրիգորյանի հետ մի քանի հրապարակումով էր հանդես եկել, այդպիսով կարծես թե ակնարկելով, որ ինքը ևս մասնակցությունն ունի նոր հեռուստասերիալում, սակայն ավելի ուշ հերքել է լուրերը։ Նրան օրերս հարց են հղել. «Ռոզա ջան, շատ կցանկանայինք ձեզ տեսնել «Գոյամարտ» ֆիլմի դերասանական կազմում, վստահ ենք, որ ձեր ներկայությունը կզարդարի ֆիլմը։ Անսահման շնորհակալ եմ այսքան մեծ ուշադրության համար, բոլոր տեղերում նկատում եմ անունս ու գնահատում եմ, որ զգում եք բացակայությունս։ Ես ևս շատ սիրում եմ իմ հեռուստադիտողին, մեր անձնակազմին, բայց առաջիկայում երկարատև նախագծեր չեմ նախատեսում։ Հուսամ այդ պատասխանով վերջ կդրվի ահռելի հարցերի հոսքին, վերալիցքավորվեմ, ուժերս հավաքեմ ու վերադառնամ»։ Այսպիսով Ռոզա Դավթյանը հերքում է այն լուրերն ու խոսակցությունները, թե ինքը մասնակցություն է ունենալու «Գոյամարտ» հեռուստասերիալում։ Այսպիսով շատ հեռուստադիտողներ տխրել են, քանի որ իրենց սիրելի դերասանուհուն հնարավորություն չեն ունենա ամեն օր տեսնել հեռուստաէկրաններին։ Նշենք նաև, որ ի տարբերություն Ռոզա Դավթյանի, Լևոն Մկրտչյանը այս հեռուստասերիալում զետեղված է։ Դերասանուհի Ռոզա Դավթյանը, ով մշտապես ակտիվ է ինստագրամյան հարթակում, ժամանակ առ ժամանակ հրապարակումների տեսքով է հանդես գալիս, այդպիսով ցույց տալիս իր առօրյա կյանքից դրվագներ։ Գաղտնիք չէ, որ վերջին շրջանում Ռոզան իր ամուսնու և ընտանիքի անդամների հետ մեկնել էր արտերկիր հանգստանալու։ Այդպիսով նրանք յուրաքանչյուրն իր ինստագրամյան էջում հրապարակումներ էին անում, ցույց տալով իրենց գերշքեղ հանգստից բացառիկ կադրեր։ Այս ամենի մասին ավելի ուշ։ Դերասանուհին այսօր ինստագրամյան հարթակում հրապարակումով է հանդես եկել, ցույց տալով իր գեղեցիկ ծաղիկները, այդպիսով նաև ցույց տալով իր և Գուրգենի գեղեցիկ բնակարանը, որում նրանք ապրում են։ Նշենք նաև, որ բնակարանը զույգը ձեռք է բերել ամուսնությունից հետո, տևական ժամանակ վերանորոգման փուլում էր գտնվում այն, դե իսկ այսօր նրանք վայելում են գեղեցիկ տունը։ Ի դեպ, այս բնակարանը գտնվում է նորակառույց թաղամասում։
Երիտասարդ եւ սիրված դերասանուհի Ռոզա Դավթյանը ընդամենը օրեր առաջ ավարտեց իր գործունեությունը Վերջին զանգը հեռուստասերիալում։ Սերիալը մոտեցավ իր ավարտին։ Այս դերասանուհին նկարահանվելով այս սերիալում էլ ավելի մեծ սեր ու հարգանք վայելեց։ Չնայած նրան, որ դերասանուհին տարիներ առաջ նկարահանվել էր մեկ հեռուստասերիալում, այնուամենայնիվ հասցրել էր մեծ ճանաչում, սեր ու հարգանք վայելել հեռուստադիտողի կողմից, իսկ այս հեռուստասերիալը էլ ավելի ամրապնդեց այդ ամենը։ Ինստագրամյան հարթակում օրորի ավելանում են Ռոզա Դավթյանի հետևորդների քանակը։ Այս տարի դերասանուհին ամուսնացավ, դե իսկ այս ամուսնությունը նրա անձնական կյանքը էլ ավելի շատ հետաքրքրություն առաջացրեց մարդկանց շրջանում։ Ամանորին Ռոզա Դավթյանն իր ամուսնու ընտանիքի, ինչպես նաև իր մայրիկի եւ եղբոր հետ մեկնել է հանգստի, նրանք գտնվում են Եգիպտոսում։ Ընտանիքի անդամները պարբերաբար հրապարակումների տեսքով են հանդես գալիս, ցույց տալիս, թե որքան լավ ժամանակ են միմյանց հետ անցկացնում։ Երեկ Ռոզա Դավթյանի սկեսուրը հրապարակել էր հարսի մասնակցությամբ լուսանկար եւ գրել «Ինդիգնիկ», դե իսկ Ռոզան այսօր եւս մի քանի հրապարակումներ է արել, ցույց տալով, թե որքան գեղեցիկ հանգիստ են վայելում իրենք Եգիպտոսում։ Ներկայացնում ենք սիրված դերասանուհու մասնակցությամբ լուսանկարները առանց մեկնաբանության։ Դերասանուհու ամուսնու մայրը եւս բավականին ակտիվ է ինստագրամյան հարթակում, ով տարածումներ է անում եւ կիսվում իր հարսի գովազդային հոլովակներով, այդպիսով նա ցանկանում է խթանել նրա գործունեությանը եւ ինչ-որ չափով օգնել դիտելիության հարցում։ Օրերս վերջինս իր թոռնիկի մասնակցությամբ հրապարակում է արել, դրան գծելով «Դու իմ երջանկությունն ես» երգը։ Հավելենք նաև, որ համացանցում ակտիվորեն տարածվում են նաև Ռոզա Դավթյանի եւ նրա սկեսուրի մասնակցությամբ լուսանկարները։ Ռոզա Դավթյանի սկեսուրը տարածել է ինստագրամյան էջում մի հրապարակում, որտեղ Ռոզայի ամուսնու Գերդաստանն է, տատիկ-պապիկը իրենց թոռների մասնակցությամբ։ Ներկայացնում ենք այս ջերմ կադրերը եւ նաեւ հիշեցնում, որ օրեր առաջ էլ դերասանուհին հրապարակել էր մի հոլովակ։ Հոլովակում դերասանուհին մի քանի կերպարներով ցույց է տվել, թե ինչ սկեստ կարելի է կրել, օրինակ նշանադրությանը, նախահարսանեկան խնջույքին, ապա երեխայի սեռը պարզելու արարողությանը, փոքրիկի ծննդից հետո նրա մկրտությանը եւ այդպես շարունակ։ Համացանցում ակտիվորեն տարածվում է այս հոլովակից առանձնացված մի կադր, որտեղ դերասանուհու ձեռքին կապույտ եւ վարդագույն դրոշակներ են։ Սա տպավորություն է ստեղծում, որ դերասանուհին պատրաստվում է մայրանալ եւ այդպիսով պարզում է երեխայի սեռը, սակայն այդպես չէ։ Նա այս հրապարակումով նաև ցույց է տալիս, թե ինչ տեսքով կարելի է պարզել սպասվող փոքրիկի սեռը։ Նշենք նաև, որ ավելի վաղ հայտնել էինք վերջին օրերին դերասանուհին ինստագրամյան հարթակում հարց ու պատասխան էր կազմակերպել, որի ընթացքում խոսում էր տարբեր հարցերի մասին, պատասխանում հետևորդներին հետաքրքրող տարբեր հարցերի։ Նրան հետևյալ հարցն էին ուղղել. «Շատ հետաքրքիր է, թե ոնց եք ծանոթացել ձեր ամուսնու հետ։ Ձեզ շատ եմ սիրում»։ Ռոզա Դավթյանը խոստացել է մոտ ժամանակներս տեսանյութով հանդես գալ եւ հենց տեսանյութի միջոցով պատմել իր եւ Գուրգենի ծանոթության մասին։ Նշենք նաեւ, որ օրեր առաջ էլ Ռոզան եւ Գուրգենը մասնակցում էին հարսանիքի։ Մենք առանձնացրել էինք այս հարսանիքից մի քանի կադրեր, որտեղ երևում էր, թե որքան գեղեցիկ տեսքով է դերասանուհին մասնակցել իր ընկերուհիներից մեկի հարսանիքին։ Նշենք նաեւ, որ Ռոզա Դավթյանը օրեր առաջ հրապարակել էր երջանկայի շատակ հայրիկի մասնակցությամբ լուսանկար, այդպիսով նշելով, որ նրա մահվան 4-րդ տարելիցն է։ 4 տարի առաջ հոկտեմբերի 28-ին մենք մնացինք առանց քեզ, պապ։ 4 տարի ես չեմ զանգել քեզ։ 4 տարի քո համար սուրճ չեմ դրել։ 4 տարի քեզ չեմ օգնել խանութի գործերում։ 4 տարի ամենառավոտ չես անել ինձ քնի ու ասել, որ աղջիկն այդքան չի քնի։ 4 տարի առաջ ես լրիվ ուրիշ մարդ էի։ Դու ինձ չես տեսել հիմա 4 տարի հետո։ 4 տարի քո ծնունդը չեմ շնորհավորել։ Քո հետ չեմ խոսացել որսից, թռչուններից, կրակելուց։ Ես քեզ սպասում եմ, պապ։ Գոնե հիմա արի։ 4 տարի հետո։ 4 տարի ու ցավը այն է, որ դեռ մի ամբողջ հավերժություն մենք չենք հանդիպելու։ Իմ աբրբելիք ոչ մի օրում ես քեզ էլ չեմ տեսնելու։ Երբեք։